Այ ինչու պետք է մարդիկ ձեզ վստահեն։ Միայն ուժեղները կարող են վայելել խաղաղություն։ Նաև տարածում են վարկածներ, որ դուք հենց Նիկոլ Փաշինյանի պրոյեկտն եք, այսպես ասած։ Անվանումը արդեն կպել է, ես շատ եմ լսել, որ նրա հետևից ասում են խրոնիկ խաբեբայ է։ Որ ուժերի հետ դաշինքը չեք բացառում։ Դուք չեք նկատել Նիկոլ Փաշինյանը հենց մի քիչ կարգավիճակի հետ, ռեյտինգի հետ խնդիրներ է ունենում, Ռոբերտ Քոչարյանը ջութակն առնում ու գնում է առաջ։ 2026 թվականին ըստ ձեզ մենք ունենալու ենք առանց Նիկոլ Հայաստան։ Մեր ձևով ուժեղ Հայաստան։ Մեր ձևով ալտերնատիվ ուժ չի։ Հայլապես կլինի Նիկոլով չէ Հայաստան։ Բիզնեսմենը դարձել է վեհապար բախտը բերել է, բայց հիմա էդ է։ Նախիններին մերժեցինք, վերեցինք ներկաներին, ներկաներին մերժում ենք, բայց չգիտենք ում բերենք։ Ողջույն, այսօր իմ հյուրն է Հայաստանի Շնորհապետական Կուսակցության նախագահ, քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը։ Ողջույն։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ նախ, որ համաձայնեցիք եւ հյուր եկաք։ Դուք նախկին եք, ներկա եք, որ մարդիկ ասում են, չգիտենք ում բերենք, մարդ չկա, բոլորը կապված են նախկինների հետ, ներկաների հետ։ Ոչ այն, ոչ էլ սա։ Հիմա իմ քաղաքականություն մուտք գործելը նախապատմություն ունի եւ այդ նախապատմությունը մեդիա դաշտում որպես վերլուծաբան, որպես մասնագետ քաղաքական գիտությունների թեկնածու, որտեղ դա իմ մասնագիտությունն է, վերլուծությունների արդյունքում ձևավորված հեղինակության այն չափաբաժիններ, որ քանիցս արդեն պատմել եմ այս պատմությունը բոլոր առիթներով, որ ստիպեց մարդկանց պահանջով պայմանավորված 2024 թվականին մուտք գործեմ քաղաքականություն։ Այս առումով ես ինչ չեմ համարում այն արատավոր քաղաքական համակարգ մուտք գործած անձնավորություն, որը որ կար սկսենք 88-ի Ղարաբաղյան շարժումից, 88-ից մինչև 2024 թվականը։ Մեր մուտքով, ինչ եմ ասում մեր, որտեղ մենք արդեն մենք ենք, իմ մուտքից հետո 9 ամիս հետո Հայաստանի Շնորհապետական Կուսակցությունը ձևավորվեց եւ արդեն հոզ բազմություն ենք կազմում, մենք համարում ենք, որ պատմությունը եւ հայ ժողովուրդը գիծ է քաշել եւ այդ գծից այն կողմ անցել են բոլոր այն ուժերը, որոնք միջև այդ կային, եւ այս գծից այս կողմ պետքա ձևավորենք նոր քաղաքական դաշտ, որը ոչ թե ընդդեմ հիպոթեզով է գալիս, այլ հանուն հիպոթեզով է գալիս, հանուն Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի իրավունքների։ Հիմա թե արանքում ով կկանգնի եւ ավտոմատ դուրս կմղվի այդ շրջանակներից, դա արդեն պատմությունը ցույց կտա։ Սա է, մենք նոր ենք, լիարժեք նոր ենք, այն աստիճանի, որ ենթակառուցվածքներից սկսած միջև կապեր ձևավորում ենք հիմա, մարդիկ համախմբվում են հիմա, ինստիտուտները կայացնում ենք հիմա։ Բայց ուժ չի արդեն, որովհետև նայեք, եթե դուք 2026 թվականի ընտրություններին եք պատրաստվում, գոնե 2-3 տարի առաջ պետք է արդեն կուսակցության ձևավորումը տեղի ունենա։ 1 տարի առաջ, 2 տարի առաջ նախաձեռնել ենք, 1 տարի առաջ կուսակցությունը ձևավորվել է։ Այ օրինակ ինչ է նշանակում շնորհապետական կուսակցություն։ Մի հատ դուք ինքներդ բացատրեք, որովհետև շատ տարբեր մեկնաբանություններ են լինում այդ բառի հետ կապված։ Հիմա քանի որ հայ ժողովուրդը ասում է, պարզ լեզվով ասած, թալանչիներից հոգնել էինք, բերեցինք նորերի, բայց նորերը պրոֆեսիոնալ չգտնվեցին եւ պրոֆեսիոնալ չգտնելով հանդերձ հայտարարեցին, որ մասնագետներ հանրապետությունում չկան։ Ստացվեց, որ պլուտոկրատիան քաղաքագիտական տերմին է, հանցապետությունը, հանցագործների իշխանությունը փոխարինվեց կակիստոկրատիայով, տգետների իշխանությամբ։ Եվ այս երկու խնդրեմը, որովհետև մեզ համար աներկբայորեն շատ կարևոր է լինել խելացի, բայց հանցագործ ծառայեցնել պետական ներուժը սեփական կարիքներին, նույնն է, ինչ չլինես հանցագործ, գուցե եւ լինես ազգային, բայց լինես տգետ։ Երկուսի բերած փորձանքն էլ վերջնահաշվարկում նույնն է լինել։ Վերանանք այն մտքից, որ կարող է եւ ներկաները դուրս գան ոչ միայն տգետ են, այլ տակը ուրիշ բաներ էլ կան։ Դա ապագայում լուստրացիան ցույց կտա։ Այսինքն համարում, որ ներկաները դավաճանական գործողություններ են անում եւ դավաճանական գործողություններ արել են, բայց թե դա տգիտության պատճառը հետևանքային կապ է, թե օտարպետություններին ծառայելու նշան ցույց կտա ժամանակը, բայց արդեն այն գործողությունները, որոնք նրանք ծավալել են հայկական պետականության դեմ, դա դավաճանական գործողություններ են, որովհետև նրանք կուրացել են Արցախը եւ ցրել են Մինսկի խումբը, Հայաստանի Հանրապետությունը թողել են կախյալ վիճակում այն ռազմաքաղաքական իրավիճակից, որը մենք տարիներ շարունակ պնդում ենք, որ պետք է դուրս գան, եւ դրան զուգահեռ
հայ ժողովրդի իրավունքներին դեմ քաղաքականություն են ծավալում։ Դա ինքնաբերաբար արդեն հայկական պետականության եւ հայ ինքնության եւ հայ ժողովրդի դեմ դավաճանական քայլ է։ Բայց նրանք դավաճանել են դա միտումնավոր թե տգիտությամբ։ Տարբերություն կա, այսինքն եթե վերջնարդյունքում ոչ։ Միևնույնն է, հետևանքը նույն աղետն է։ Դրա համար ենք մենք ասում աներկբայորեն պետք է փոխվեն, ինչ տարբերություն իմանալով արել, թե չիմանալով արել, վերջնարդյունքում նույն խնդիրն է ստացվում։ Հիմա շնորհապետականը ի պատասխան այդ հանգամանքին, որ չլինի պլուտոկրատիա, գողապետություն, եւ չլինի կակիստոկրատիա, տգետների պետություն, այլ լինի շնորհալ լիների պետություն, մերիտոսների, մերիտոկրատիայի պետություն, այսինքն արժանավորների իշխանություն, մենք դա սարքեցին կուսակցության անուն, բայց դա ինքնանպատակ չէր։ Օրինակ Սփյուռքում մեր հայրենակիցները, մասնավորապես Ֆրանսիայում իրավաբաններ կան, ասում են մի քիչ մեծամտական է հնչում, դուք ինքներդ ձեզ հայտարարել եք մերիտոս, արժանի։ Ես ասում եմ, որ ոչ, եղբայր։ Հա, ես ասում եմ, եղբայր, մենք մեզ չենք հայտարարել որպես արժանի։ Մենք արժանիների համար դուռը բացողներն ենք, որովհետև երբ որ Աստծո հաջողությամբ կամոք եւ ժողովրդի ցանկությամբ մեր կուսակցությունը հաղթանակ տարավ, մենք բարոյական իրավունք չունենք պետական կառավարման ապարատը կուսակցականացնելու եւ բոլոր վճռորոշ պաշտոններում նշանակելու շնորհապետական կուսակցության կադրային բազայից։ Տեսեք, բայց բոլորն են նույն բանն ասում։ Հիմա օրինակ այս նույն խոստումները, այն որ իրենք չեն կուսակցականացնելու բուհերը, նույն Նիկոլ Փաշինյանը մինչև ընտրվել է խոսում էր շատ այդ մասին մինչև իշխանափոխությունը, բայց հետո գալիս են էլի նույն բանն է տեղի ունենում։ Բա որտեվ հետևեք նրանց վարքին, ինչ էին ասում եւ ինչ են խոսում, ինչ էին ասում եւ ինչ դարձան։ Նիկոլ Փաշինյանը հայտնի է իր բոլոր տեսակի հայտարարությունները շրջաբերաբար փոխելով։ Դրա համար մարդիկ նրան ասում են Սուտասան։ Այդ անվանումը արդեն կպել է։ Ես շատ եմ լսել, որ նրա հետևից ասում են քրոնիկ խաբեբայ է, որովհետև կանգնում ասում են Արցախը Հայաստանը եւ վերջ, հետո կանգնում ասում են Արցախը Ադրբեջանը եւ վերջ, եւ այդպիսի սկզբունքային կոնցեպտուալ հարցեր։ Մենք մեզ երբևիցե թույլ չենք տվել սկզբունքային հարցերում շեղվելուց։ Այսինքն մենք իհարկե արդիականացում ունենում ենք, եթե ինչ-որ մի տեսակետ ունենում էր, զարգանում ես տեսակետը պարտավոր ես փոխելու, բայց սկզբունքների առումով մնացել են կոնստանտ, ստաբիլ։ Մարդիկ պետք է նային հետագիծը, որտեղ միայն բառերին ապավինելը, հանրահաճո բառերին ապավինելը նշանակում է դու պոպուլիզմի զոհ ես դառնում։ Դե գուցե ձեր քաղաքական ճանապարհը դեռ կարճ է, դրա համար էլ հաջողվում է պահել սկզբունքները։ Մարդ արարածը շատ հնարավոր է, որ գիտեք, մարդկանց կյանքում էլ է այդպես լինում։ Հերիք է 5 օր ինչ-որ մեկի հետ շփվես, բաց գրքի նման կարազ բացահայտես, բայց լինում են դեպքեր, երբ որ 20 տարի ընկերություններ են անում մարդիկ, հետո պարզվում է, որ թշնամի է եղել կողքը։ Ժամանակը, որպես ֆիզիկական չափում, բավականաչափ ոչ օրդինար ֆիզիկական կատեգորիա է, սա մենակ քրոնոմետրիկ ժամանակի մասին չի, հին հույները ունեին նաև կայրոմետրիկ ժամանակ, որ բարի բախտի եւ մարդուն ընկալելու հանգամանքն է, որ վարկյանի ընթացքում դու կարող ես ծավալի գործ արած լինես, որ 20 տարի փորձես այդ գործը անես, չստացվի եւ շատ արագ կարելի է ճանաչելու տեղը բերել մարդկանց ռեպուտացիան, նրանց արժե համակարգը, այնինչ երկար տարիներ կարող են խաղալ եւ խաղարկային վարկ դրսևորել։ Այ ինչու պետք է մարդիկ ձեզ վստահեն։ Կարճ կարող եք ձևակերպել։ Ինչով եք դուք տարբերվում, օրինակ հիմա դաշտում արկա ընդդիմադիր այլ կուսակցություններից, դե Նիկոլ Փաշինյանի ԻՔՊ-ին օրինակ չբերենք, ընդդիմադիր մյուս կուսակցություններից։ Երբևիցե ոչ ես, ոչ էլ մեր կուսակցության անդամները որևէ վնաս չեն հասցրել հայկական պետականությանը, այլ ընդհակառակը։ Ամբողջ կյանքում ես ու իմ ընտանիքի անդամները ծառայել ենք հայկական պետականությանը եւ հայ ժողովրդին։ Եվ շարունակում ենք ես տարիներ շարունակ կրթել եմ սերունդ, գիտության մարդ եմ։ Նաև ճակատագրի բերումով ստացվեց այնպես, որ կամավորագրվեցի հայրենիքի պաշտպանության գործին։ Ես իմ կյանքը չեմ խնայել։ Սա հնարավորություն է տալիս մարդկանց հասկանալու, որ եթե մարդը ֆիզիկապես մորթապաշտ չէ, պատերազմի ժամանակ պատերազմի դաշտ է մեկնում, նշանակում է ինքը վստահության գոնե ինչ-որ մի չափաբաժին վայելում է։ Ընդ որում ես մի բան եմ ուզում ասել, որ դուք ուշադիր լինեք, ներքաղաքական դաշտում եթե կան մարդիկ, որոնք չեն կարողանում պատասխանել թե 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ուր են եղել հարցին, նրանք բարոյական իրավունք չունեն երկրի առաջնորդի կարգավիճակին հավակնելու։ Ումի նկատի ունեք օրինակ։ Բոլոր նրանց, ովքեր որ չեն կարողանում պատասխանել այն հարցին, թե սեպտեմբերի 27-ից հետո ուր են եղել։ Եվ այդ պատասխանը ընդունելի լինի։
Ես եւ հայրս եղել ենք մարտի դաշտում։ Իսկ հայրս 88-ի Արցախյան շարժումով պայմանավորված Երասխավանի մարտերից է սկսած պատերազմի մեջ եղել Կիզակետում։ Բժիշկ է եւ իմ ընտանիքը առհասարակ այն դժվարին տարիներում, երբ որ մարդկանց գրպանում անգամ փողեր չկար, անշահախնդիր մեծամասամբ օժանդակում եւ օգնում էին հազարավոր մարդկանց։ Իսկ իմ անցած ուղին gurgensimonian.com կայքում կարող են մարդիկ տեսնել իմ կենսագրությունը, թե ապրելով եւ իմ կենսագործունեությունը ծավալելով Հայաստանի Հանրապետությունում երբևիցե որևէ արատավոր գործընթացների մեջ չեմ եղել, ոչ մի ապօրինի զեղծարարությունների, հանցագործությունների, կաշառակերության, թալանչիության, խաբեության, մարդկանց արժանապատվությունը վիրավորելու կամ նրանց ֆիզիկական վնաս պատճառելու գործընթացներում չեմ եղել։ Դե նույն Նիկոլ Փաշինյանն է օրինակ կարող է ասել, որ մինչև իշխանափոխությունը պայքարել է, բանտում է եղել, հետապնդվել է, զբաղվել է ի օգուտ հանրության գործունեությամբ, եկավ իշխանության, բայց տեսանք։ Շատ բան կարող է ասել Նիկոլ Փաշինյանը, դուք չեք նկատել Նիկոլ Փաշինյանի падգամավորության տարիների։ Իսկ դուք համարում եք, որ մինչև իշխանության գալը Նիկոլ Փաշինյանը զբաղվել է հանրօգուտ գործունեությամբ։ Չեմ համարում, ոչ։ Բացարձակ չեմ համարում։ Առավել եւս մարդը, եթե գիտեք ինչ, շատերը կարող են ասել բարձրագույն կրթությամբ չի, բայց եթե դու այդ պատերին չես հաղորդակցվում, գոնե կոմունիկացիոն առումով որոշակի հարաբերական գիտելիքներ ունեցող պրոֆեսորադասախոսական կազմին չես ապացուցում, որ դու արժանի ես այս կամ այն գնահատականին, չես կարողանում սոցիալիզացվել բուհում եւ ուսման ընթացքում քեզ չես կարողանում արդյունավետ ներկայացնել, սա շատ բան է խոսում քո մասին։ Չի կարելի հիմնվել բազային գիտելիքների վրա։ Անկախ նրանից, որ կարող են լինել էքստրաորդինար դեպքեր, երբ որ դպրոցն ավարտ անձնավորությունը այն աստիճանի ինտելեկտուալ կապիտալ ինքնուս կուտակի, ավելի շատ քան բուհ ավարտած է, բայց բուհ ավարտելը դա անկյունակարային նշանակություն ունի պետական կառավարման համակարգում արդյունավետ գործառնվելու համար։ Մարդը, որը որևէ մի պրոյեկտ չի կարողանում միջև վերջ տանել ավարտին, դա վերջում կարող է փորձանք դառնալ պետության եւ ժողովրդի համար։ Դուք տեսեք ինչ է մեկնարկում եւ ուր է տանում։ Դուք կարող եք վերել մեկ օրինակ, երբ որ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ մի բան մեկնարկել է եւ հաջողությամբ պսակել է։ Անկամ հեղափոխությունը, որը որ մեկնարկեց, միջև վերջ կապիտալիզացիայի չենթարկվեց։ Հայաստանի ժողովրդավարական եղավ հեղափոխություն 2018-ին, այդ ձեր կարծիքը հետաքրքիր է։ Եղածը հեղափոխությունն էր, թե ինչ։ Իհարկե ոչ, մեկնարկեց հեղափոխություն, բայց այդ հեղափոխությունը խեղդվեց Հայաստանում, որտեղ եթե հեղափոխության գլխավոր լոզունգները չեն կապիտալիզացվում պետության ներսում, դա դառնում է պարզունակ իշխանափոխություն։ Տեսեք, դուք խոսում եք բավականին կիրթ, գրագետ եւ շատ տարբերվում եք, հա, դիմանդիր դաշտում, առհասարակ քաղաքական դաշտում եղած խոսույթից։ Շնորհակալ եմ։ Ըստ ձեզ, դա ձեզ չի խանգարելու, որովհետև մենք հիմա տեսնում ենք քաղաքական դաշտում հիմնականում ինչ թեմաներ են քննարկվում, ինչ բառերով են խոսում, ավելի շատ հայպի հետևից են, հա, գնում։ Դա ձեզ չի խանգարի։ Բացարձակ։ Ես նկատել եմ, որ ուշադրության կիզակետում եմ։ Ինչի համար շատ շնորհակալ եմ հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ Սփյուռքին, նրանք ցույց են տալիս իրենց մակարդակը։ Մենք պետք է հասկանանք, որ ցանկացած դերակատար մարդկանց մտայնության մեջ տեղավորվում է համապատասխան ֆունկցիաների համար։ Ոմանց լսում են խայպի համար։ Այսա մի բան կասի կուրախանանք։ Ոմանց լսում են սկանդալի համար։ Ոմանց լսում են աշխարհակաղակական իրողություններում պատկերացումներ կազմելու համար, ոմանց էլ լսում են գնահատելու համար, արդյոք այս անձնավորությունը հավասարարժեք ընկալում կստանա թե ոչ, որպեսզի կարողանա իր կարգավիճակը ստանձնել ժողովրդի պահանջով։ Այն օրվանից, երբ որ ժողովրդի պահանջով ես մուտք գործեցի քաղաքականություն, ես խոստացա, որ ես ալտերնատիվան մինիմում կտամ ժողովրդին, մաքուր ալտերնատիվա, որը որ արատավոր բարքերի, նախկինների, ներկաների, արտասահմանյան պետությունների, լրտեսական կազմակերպությունների, նախկիններին եւ ներկաներին արբանյակ ուժերի հետ որևէ կապ չի ունենալու։ Եվ ես դա տալիս եմ, իմ խոստումը պահել եմ, ու դա եւս մեկ ցուցիչ է, որ մարդը մի բան ներկայանում է, խոստանում է, ձեզ տրամադրում է, մնացածը ձեր ընտրության հարցն է։ Ես այն անձանց շարքին եմ պատկանում, որ ինքնաիրացումը ցանկացած պարագայում կարող եմ գտնել։ Անկեղծ եմ ասում, եթե վաղը մյուս օր հայտնաբերեմ, որ իմ հարցազրույցները 1 հոգի է դիտում, ես դրանից մտային
տանջանքների մեջ չեմ ընկնի, գիտական լեզվով ասած կոգնիտիվ դիսոնանսի մեջ չեմ ընկնի եւ կհասկանամ, որ պարզապես ժողովուրդը կարիք չունի, չի լսում։ Այդ դեպքում ես որտեղ պետք է իմ ինքնառեալիզացիան տեսնեմ, այն վայրերում, այն ոլորտներում, որտեղ ես ինձ շատ եմ տեսնում եւ հավանում եմ գիտության մեջ, ես համարում եմ գիտության մեջ ասելիք ունեմ։ Ինձ բավարար կլինի իմ աշխատասենյակը, իմ գրքերը, իմ հետազոտությունները, բայց քանի դեռ ժողովուրդը պահանջ է դրել իմ առաջ ներկայացնելու այդ ալտերնատիվան եւ հետաքրքրությամբ հետեւում է, ես անմռունչ այդ ճանապարհով կգնամ եւ չեմ շեղվի, որտեւ ես պայքարել գիտեմ, ես չեմ վախենում, ես կգնամ միջև վերջ։ Իմ ժողովրդի ինչքան ունեք այդ մինչև վերջ ասելով, որովհետև նայեք, շատ դեպքերում մեղադրում են այդ թվում նաև ձեզ, որ ընտրություններին մասնակցելով ձայներ եք փոշիացնելու, հա, այսինքն այդ շեմը չանցնելով, ձայներ եք փոշիացնելու, ինչով օգնելու եք իշխանություններին։ Այ ինչ եք կարծում այս մասով։ Գիտեք, այն քաղաքական ուժերը, որոնք բարոյական իրավունք են վերապահում իրենց ուրիշներին ձայն փոշիացնելու մեջ, թող սոցիոլոգիական հարցումները նայեն, թե իրանք որտեղում են 0.01%-ներով։ Դե բայց փաստացի 2021 թվին անցան, չէ՞, այդ ուժերը այսօր իրենք են 21 թվին ուժեր կային չկային, հիմա ուժեր կան, որ կան։ 21 թվին ուրիշ քաղաքական պատկեր էր։ 21 թվին Նիկոլ Փաշինյանը ընդամենը 2 տարի էր կառավարել, մարդկանց զգալի հատվածի մոտ այդ հավատը կար, որ ամեն ինչ ճիշտ ուղղությամբ էր գնում, արտաքին միջամտությամբ խանգարեցին։ Շանսը տվել են, բայց 21 թվից հետո ինչքան ջրեր են հոսել, դուք ոնց կարող եք սիմետրիաներ անցկացնել 21 թվի եւ 26 թվականի, դրանք շրջաբերաբար տարբեր իրողություններ են։ Այդ 0.01%-անոց ուժերը թող հալովները մնան, ու ուրիշներին ձայն փոշիացնելու մեջ չմեղադրեն, որտեղ սոցիոլոգիական հարցումներ կան, ուր են իրենք են հողում այդ սոցիոլոգիական հարցումներին եւ ասում են, որ իրենք օրինակ վերջերս Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսի ժամանակ ասեց, որ տեսնում է մեծ պահանջարկ, որ հենց ինքը իր դեմքով մասնակցի։ Իսկ հղում տվել է, ես հենց հիմա հղումը տամ։ Սիրելի ունկնդիրներ, թող գնա բացի նայի Միացյալ Նահանգների Հանրապետական ինստիտուտի հաշվարկած ցուցիչներով Ռոբերտ Քոչարյանը շնորհապետական կուսակցություն կառուցող Գուրգեն Սիմոնյանից հետ էր 2023 թվականի դեկտեմբեր 24 թվականի սեպտեմբեր հատվածում։ Լինելով 10 տարի երկիրը կառավարած մարդ, իսկ մենք նոր, մեզ շատերը չգիտեն։ Իմ գնահատմամբ կեսը գիտեն մեզ դեռ Հայաստանի Հանրապետությունում։ Եթե մյուս 50%-ն էլ մեզ տեսնեն, տեսեք ինչքան մեծ արդյունքներ կարձանագրենք։ Դուք չեք տեսնում, որ այն ուժերը, որոնք որ ահռելի միջոցներ են ծախսում վարչական ռեսուրսից բռնած իմ եւ ձեր հարկերի փողերով ինչ որ մի բան անում են, ներկայացնում են դա բարի գործ, որ իրենք են անում, մյուսներն էլ տարիներ շարունակ կամ օտար պետություններում ինքնառեալիզացվելու շնորհիվ կամ երկրի ներսում հնարավորություններ գործադրելով ահռելի կապիտալ դիզելով ահռելի գումարներ են ծախսում, բայց միևնույնն է սխալի հետևից կատարում են։ Այստեղ մենք իրենց դեմ չաշխատենք էլ պետք չի, որ իրենց դեմ աշխատենք, իրանք դիսկվալիֆիկացիայի են ենթարկում։ Մեզ ինչ է մնում, որ մենք կատարենք, մեզ մնում է մնալ մաքուր, ներկայացնել ժողովրդին ռազմավարություն, ներկայացնել ծրագիր։ Այ օրինակ դուք նշեցիք խանգարելու մասին։ Ընդդիմադիր ուժերը խանգարում են ձեզ, որովհետև իշխանական ուժերը հասկանալի է, որ պետք է խանգարեն, չնայած նաև տարածում են վարկածներ, որ դուք հենց Նիկոլ Փաշինյանի պրոյեկտն եք, այսպես ասած, նախ ինչ կասեք այս մասով, եւ երկրորդը այդ վարկածները ով է տարածում եւ ինչի համար։ Ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը այնքան կա, որ մեր նման պրոյեկտ կարողանա ունենա, դա մեկ։ Երկրորդն էլ այդ սլիկաները, որոնք որ նմանատիպ զրպարտություններ են ներկայացնում, վաղը մյուս օր պատասխան են տալու։ Ես արդեն խորհուրդ եմ տվել այդ սլիկաներին փաստեր հայթայթեն։ Եթե չապացուցեցին, բանները բուրդ է։ Իսկ ինչու է ձեզ խանգարում ընդդիմությունը։ Գիտեք, ես չեմ համարում, որ ներկայում այդ տիտղոսակիր ընդդիմությունը եւ ներկայիս իշխանությունները տարբեր ուժեր են։ Այսինքն կարծում եք, որ միասին դրանք նույն սիստեմայի, նույն համակարգի անբաժանելի մասերն են։ Ես ալեգորիա էի նկարագրել ոչ թե միաբջիջ վիրավորանք հասցնելու համար այդ ուժերին, այլ ուղղակի պատկերավոր դարձնելու համար իմ խոսքը ես համեմատել եմ 4 գլխանի վիշապի հետ։ Վիշապի որ գլուխն էլ թռցնես, վիշապին ես դու վնասում։ Նրանք սիմբիոզ, փոխադարձ կեցությունը իրար կեցությունով փոխ լրացնող եւ համակեցություն ապահոված ուժեր են։ Անկախ նրանից, որ իրենց անձնական պրիվատ զրույցներում գուցե եւ
ատում են եւ հայհոյանքներ են հնչեցնում իրար նկատմամբ եւ գուցե եւ անկեղծ ատելություն է լինի իրանց մեջ, այնուամենայնիվ ես համարում եմ, որ նրանք սիմբիոզ, համակեցությամբ պայմանավորված կեցություն ապահովող, փոխադարձ կեցություն ապահովող ուժեր են։ Այսինքն նրանք մեկը մյուսի լինելը սնուցում է։ Այլ կերպ ասած, այս ընդդիմության գոյությունը սնուցում է նման կակիստոկրատ տգետ իշխանության գոյությունը, նման տգետ իշխանության գոյությունը սնուցում է այդպիսի ընդդիմության կարգավիճակը։ Դուք չեք նկատել Նիկոլ Փաշինյանը հենց մի քիչ կարգավիճակի հետ, ռեյտինգի հետ խնդիրներ է ունենում, Ռոբերտ Քոչարյանը ջութակն առնում գնում է առաջ։ Տեսեք, այ օրինակ ընդդիմությունն էլ մեղադրում է, ասում է, մենք փորձեցինք մի քանի անգամ փողոց գեներացնել, իմպիչմենտ նախաձեռնել, նույն պատիվ ունեմ խմբակցությունը իմպիչմենտ նախաձեռնեց, Հայաստան դաշինքը մի քանի անգամ փորձեց փողոցային պայքարով ինչ որ փոփոխությունների հասնել, բայց չմիացան, չեկան, չստացվեց։ Իրենք էլ այդպես են ասում, որ իրենք ամեն ինչ փորձել են, բոլոր հնարավոր ձևերով փորձել են հասնել իշխանափոխության, բայց մարդիկ չեն միանում, չի ստացվել։ Որտեվ Միացյալ Նահանգների նախագահներից մեկը Աբրահամ Լինքոլնն է, որը քաղաքացիական պատերազմը հաղթած նախագահն էր եւ Միացյալ Նահանգների փառքի եւ հզորության մեկնարկը տված նախագահն էր, ասում էր, որ դուք կարող եք ժողովրդին խաբել մի որոշ ժամանակ, բայց դուք չեք կարող նույն ժողովրդին խաբել անընդհատ։ Մարդիկ շատ լավ տեսնում են, որ դրանք ընդդիմություն չեն։ Մարդիկ շատ լավ տեսնում են, որ դա նույն վիշապն է։ Հիմա այս իրավիճակում շատ հիմնականում կա այս կարծիքը, որ ընդդիմությունը օգնում է իշխանությանը եւ հակառակը։ Այս իրավիճակում 2026 թվականի ընտրություններին մենք տեսնում ենք, որ մասնակցելու են բազմաթիվ ուժեր։ Հա, ամեն դեպքում այս պահին արդեն որոշակիորեն գծագրվում է։ Չեք կարծում, որ այսքան շատ կուսակցությունների մասնակցությունն էլ է օգնում Նիկոլ Փաշինյանին։ Չեմ կարծում, չէ։ Նիկոլ Փաշինյանը ոչ մի հնարավորություն չի ունենա, եթե ժողովուրդը համախմբվի ալտերնատիվայի շուրջ։ Ուզում է 100 հոգի մասնակցի ընտրություն։ Ես այդքան չեմ հավատում ձայների փոշիացմանը, դրանք վճռորոշ չեն կարող լինել։ 0.01%, 0.2%, 0.05%, 0.06% գումարեք իրար թեկուզ 100 հոգի են, այդքանի տոկոս պետք է անի։ Որ ուժերի հետ դաշինքը չեք բացառում։ Միայն մաքուր ոչ նախկինների, ոչ ներկաների, ոչ նախկինների եւ ներկաների ծառայող արբանյակ ուժերի հետ կապ ունեցող եւ արտաքին ուժերի հետ կապ չունեցող ուժերի հետ, որոնք որ տեսակարար կշռով մեզ հավասար են, որովհետեւ նախընտրական կոալիցիան այսպեսի մի առանձնահատկություն ունի։ Եթե դու նախընտրական կոալիցիայով ես շարժվում առաջ, ըստ օրենքի պետք է կարողանաս հաղթահարել 8% անցողիկ շեմը եւ պետական վճարը բավականին բարձր է, եթե չեմ սխալվում 10 միլիոն գուցե եւ ավել։ Նոր ձևավորված ուժերի համար, որոնք որ մաքուր ուժեր են, դա ահռելի գումար է։ Միայնակ ընթանալու համար դու պետք է հաղթահարես 4% եւ պետական պարտադիր վճարը 7.5 միլիոն է։ Հիմա շնորհապետական կուսակցությունը բոլոր ազնիվ, պարկեշտ, մաքուր մարդկանց համար կարող է հովանի լինել, թող գան միանան։ Եվ այդպիսիքներ կան։ Համենայն դեպս առաջին этаպի պայմանավորվածությունների համաձայն կան։ Լավ, ի վերջո, համարենք, որ դուք եկաք իշխանության։ Ինչն եք անելու ոչ այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանն է անում։ Մենք առաջի մի քանի քայլերը արդեն ունենք, ես դա հայտարարել եմ, առաջին իսկ որոշմամբ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգը շրջաբերաբար փոխվելու է։ Երկրորդ որոշմամբ Սահմանադրությունն եք փոխելու։ Պետական կառավարման համակարգը։ Երկրորդ որոշմամբ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոններում պետք է նշանակվեն ոլորտի լավագույն մասնագետները, որոնք ընդունած կլինեն շնորհապետական կուսակցության առաջքաշած ռազմավարությունը։ Երրորդ որոշմամբ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում շնորհապետական կուսակցության խմբագրության ջանքերի միջոցով կձևավորվի ժամանակավոր հանձնաժողով լյուստրացիայի եւ արդարության վերականգնման։ Չորրորդ որոշումով Հայաստանի Հանրապետությունում հիմք կդրվի սահմանադրական բարեփոխումների իրականացման, որը խարսխված է լինելու 1990 թվականի օգոստոսի 23-ի անկախության հռչակագրի վրա, որի հանրաքվեի ժամկետները կնշանակվեն 2027 թվականին եւ բացատրական ու նախապատրաստական աշխատանքներ կտարվեն ամբողջ գործընթացի ընթացքում։ Չորրորդ որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում կսկսի կյանքի կոչվել համապարփակ անվտանգային պաշտպանության կոնցեպտը,
Տեսեք, դուք շատ լավ թվարկում եք, ես նայել եմ իրականում եւ կարծում եմ, որ մեր դիտողներն էլ ծանոթ են այդ ռազմավարությանը, բայց դա իրականացնելու ինչ միջոցներ ունենք։ Բազմաթիվ միջոցներ ունենք։ Դուք չեք տեսնում Հայաստանի Հանրապետությունում նախ դրա համար պետք է քաղաքական կամք եւ մոբիլիզացիա լավ իմաստով, մոբիլիզացիա այն մարդկանց, ովքեր որ խնդիրը դնելու, առաջ քաշելու եւ լուծումներ գտնելու համար պետք է լինեն։ Հաջորդ որոշումը պետք է լինի ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից եւ ՀԱՊԿ-ից դուրս գալու հանգամանք։ Այսինքն դեպի արևմուտք եք դուք առաջարկում Ոչ, դեպի մեր ազգային շահերով պայմանավորված ռազմավարություն։ Դեպի չի կարելի գնալ ինչ-որ միտեղ կուրորեն։ Մեր ազգային շահերից է բխում, որ մենք Հայաստանի Հանրապետությանը կործանման եզրին հասցրած եւ մեր թշնամիներին մեծականակ օժանդակություն հասցրած կողմի հետ կապ չունենանք։ Խոսքը Ռուսաստանի Դաշնություն աներկբա Ռուսաստանի Դաշնության մասին է։ Իսկ այն, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի տնտեսության մեջ ահռելի չափաբաժին Չունի, կրճատվել է, չեք տեսել, արդեն սկսել են ոռնուցները գծելը։ 8 միլիարդի հասնող ապրանքաշրջանառությունը իջել է 1 թե 2 կճշտենք կասենք։ Ով է զբաղեցնելու այդ Ռուսաստանի Դաշնության տեղը, այսպես ասած։ Մենք, մեր ուժերը բավարար են, բայց Հայաստանի Հանրապետությունը պետք է դիմի Եվրամիություն անդամակցելու խնդրանքով եւ ծավալի Հայաստանի Հանրապետությունում բարեփոխումների լայնածավալ ծրագիր։ Հաջորդ որոշումամբ Հայաստանի Հանրապետության դատական համակարգը պետք է մեկնարկի առողջանալ, բայց այս ընթացքում մենք պետք է կարողանանք հասկանալ թոշակների բարձրացման հարցը եւ սոցիալական այն անարդարությունները, որոնք մի ստորագրությամբ հնարավոր է լուծել։ Օրինակ հնարավոր է, չէ, հիմնովին լուծել աղբահանության վճարների գանձման հարցը, երբ որ քառակուսի մետրերով է սահմանված, ի հեճուկս նրան, որ մարդկանցով պետք է սահմանված լիներ։ Դրանք կենցաղային հարցեր են, որ այսօր յուրաքանչյուր մարդու օջախի մեջ շրջանառվում են։ Թափառող կենթանիների պայմանագիրը ստորագրելու եք։ Ոչ, այն տարբերակով, որ Նիկոլ Փաշինյանն է տանում առաջ, ոչ։ Եթե Ադրբեջանը կհամաձայնի Արցախի հայերի իրավունքների իրացման խաղաղության պայմանագրին, սիրով։ Բայց արցախյան հայերը նես չի որ կամուրջի տակից են իրենց գտել։ Նրանք մեր հայրենակիցներն են, որոնք ունեին իրավունքներ, ուր են այդ իրավունքները։ Մենք տանում ենք նրան, որ վաղը միսօր Սյունիքի հայերի իրավունքները ոտնահարվեն, հետո Վայոց ձորի, հետո Գեղարքունիքի, հետո Երևանի հայերի իրավունքները ոտնահարվեն։ Արցախում հայեր կային 3000 տարի։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ինչպես ասում է, ԿՊԱ-ականները շատ են ասում, կա երկու ուժ, մեկը խաղաղության ուժն է, որը իրենք են, եւ պատերազմի ուժ։ Ըստ իրենց տրամաբանության, եթե խաղաղության պայմանագիրը չի ստորագրվում այն ձևով, որ իրենք են ասում, ալտերնատիվան դա պատերազմն է։ Համաձայն եք դրան։ Իհարկե ոչ։ Այն ճանապարհը, որը որդեգրել են իրենք, դա ուղիղ պատերազմ հրահրելու ճանապարհն է։ Հագուրդ տալ թշնամու առավելապաշտական մոտեցումներին, դառնալ գայթակղիչ նրա համար, որ քո նկատմամբ բիրտ ուժ կիրառի։ Որտեւ եթե դու զիջում ես բոլոր քո սկզբունքները, ուրեմն դու չկաս։ Եթե դու չկաս, քեզ պետք է սպանեն։ Դա նշանակում է պատերազմ։ Մենք ասում ենք, որ խաղաղությունը շքեղություն է, միայն ուժեղները կարող են վայելել խաղաղությունը։ Հետևաբար մեր հարցը ոչ թե պատերազմն է, այլ խաղաղության ամրապնդումն է քո երկրի պոտենցիալի բարձրացման։ Արժանապատիվ խաղաղությունը։ Այո, բայց այդ արժանապատիվ խաղաղությունը այս իրողություններում Ադրբեջանը պատրաստ կլինի սատարելու։ Եթե ոչ, նշանակում է Նիկոլ Փաշինյանի բերացնել խաղաղություն չի։ Դա նշանակում է ուղղակի առանց կռվի ամեն ինչ հանձնել։ Թուրքիայի հետ հարաբերությունները ոնց եք պատկերացնում։ Պետք է փորձենք կանոնակարգել, որտեղ այստեղ խաղալու հնարավորություն կա։ Ես չեմ կարծում, որ Ադրբեջանի հարցում կոշտ դիրքորոշումը աներկբայորեն բերելու է Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման, առավել եւս մենք պետք է գիտակցենք, որ 30 տարի շարունակ հայ-թուրքական հարաբերություններում կար միջնորդ։ Եվ այդ միջնորդի տեսանկյունից մենք ոչ թե պաշտպանվող կողմն ենք, այլ աճուրդի հանվելիք օբյեկտը։ Թուրքերը միշտ էին ասում, մենք ձեզ հետ չենք խոսում, բայց ձեր մասին խոսում ենք ռուսների հետ։ Հիմա որպեսի Թուրքիայի հետ դու կարողանաս խոսես, նրանց քաղաքակրթական առանձնահատկությունները պետք է հաշվի առնես։ Թուրքը երբևիցե գեղեցիկ աչքերի համար եւ բարի համբավի համար քո հետ սեղանի շուրջ չի նստի։ Նրանք երբ որ գան քեզ հետ սեղանի շուրջ, ակնկալելու են, որ դու լինես սեղանի վրա։
Հիմա որպեսզի կարողանաս նստես նրանց հետ հավասար նույնատիպ աթոռին ու կարողանաս գործերդ առաջ տանել, պետք է հավասարակշռես։ Եթե քո պոտենցիալը չի ներում հավասարակշռես, դու հնարավորություն ունես ռազմաքաղաքական դաշինքների եւ ազդեցության ուժային կենտրոնների միջոցով դա հավասարակշռելու։ Դրա մեջ մտնում է Եվրամիությունը, ով է Էգեյան կղզում կանխեց հունական կղզիների նկատմամբ էքսպանսիոնիստական քաղաքականությունը։ Այդ Եվրամիությունը օրինակ ինչի պետք է մեզ ընդունի։ Որտեւ մենք բացի այն, որ միևնույն ընտանիքի անդամ ենք, ինչ շահ ունի մեզանից, դա մի կողմ թողնենք։ թողնենք։ Այդ հոգեբանական պահը ասեցի, բացի այդ Եվրամիությունը շատ լավ գիտի, որ Հայաստանի Հանրապետությունը ենթակառուցվածքների մի հատվածը տնօրինող կողմ է։ Եթե այդ կողմին չեզոքացնում ես, գները թանկանում են, որովհետև կոնկուրենցիա էլ չի լինում տարածաշրջանում։ Այս փոքր կտորը շատ պետք է, որ գները մնան ստաբիլ։ Ստամոքսի հարց է։ Պարզ լեզվով ժողովուրդ ջան, ուզում են ուտեն։ Եվ ուզում են իրանց ստամոքսի մեջ հայտնվի ոչ միայն հաց, այլ նաև վրեն քսած կարագ։ Եվ ոչ միայն վրեն քսված կարագ, այլ նաև վրեն էլ խավիար։ Հիմա որպեսզի այդ ցոփ ու շվայտ կյանքը իրենց թույլ տան, որ իրանք բավարարված իրանց զգան, դի գները չբարձրանա։ Որպեսզի գները չբարձրանա, մի փոքր Հայաստան կա տարածաշրջանը, որ միշտ մահակի նման կախված է լինելու, որը արժե համակարգային առումով էլ իրենց ընտանիքի մաս է։ Որտեվ թուրքը երբևիցե չի կարա մերվի այդ հանրույթին։ Թուրքը գնում է Եվրոպա, չի եվրոպականացվում։ Միևնույնն է, այդ տոնական, այդ պերատեխնիկան պահում է մյուսների աչքերի մեջ։ Իսկ հայը օրորոցն է եվրոպացիների, օրորոցը։ Մենք կարողանում ենք հանրույթի հետ, միջազգային քաղաքակրթված հանրույթի հետ քայլել հավասար։ Հիմա էլ ենք կարողանում, որովհետև վերջի տարիներին մի քիչ այդ առումով փոփոխություններ եղան։ Ինչ առումով։ Դե քաղաքական կուլտուրայի առումով հարաբերվելու եւ այլն։ Ես համարում եմ, որ մեր ժողովրդի մեջ բավականին բարձր որակներ կան, ուղղակի պետք է գեներացնել։ Գիտեք, վերևը ով հայտնվեց, այդ տեսակն էլ գեներացվում է։ Ցեխը հայտնվի, ցեխն է գեներացվում, ոսկին հայտնվի, ոսկի է գեներացվելու։ Բոլոր հանրույթների մեջ բոլոր տեսակի պալիտրան կա։ Մի փոքր խոսենք նաև եկեղեցուց։ Ինչպես եք վերաբերվում այս իշխանություն, եկեղեցի։ Խիստ բացասական։ Խիստ, ես իմ տեսակետը ասել եմ, որ ես այնքան պարկեշտություն եւ բարոյականություն ունեմ Գարեգին երկրորդին անվանելու ամենայն հայոց կաթողիկոս վեհափառ, որովհետև նա ձեռնադրված կաթողիկոս է եւ նրա կարգալուծության փաստը իմ աչքի առաջ չեն բերել դրել այդ որ ժողովով է կարգալ Նիկոլ Փաշինյանի ուզածով է կարգալույծ եղել գրպանները թող լայն բացեն 1700-ամյա եկեղեցու հետ գործ ունեն բայց ես նաեւ հանուն արդարության ասել եմ որ որպես հայաստանյաց առաքելական եկեղեցու սուրբ եկեղեցու հետևորդ եւ հայ մարդ առաջին հերթին համարում եմ որ Գարեգին վեհափառի կերպարը չի համապատասխանում բայց վեհափառի կերպարին, որը որ պետք է լիներ եւ ակնկալում էինք, որովհետեւ այսքան դժվարին իրավիճակներում մենք գոնե արժանք լինեինք նորմալ վեհափառ ունենայինք, մանավանդ այն ժողովուրդը, որ Գևորգ 5-րդը ունեցել, Խրիմյան Հայրիկա ունեցել, շատ վեհափառներ են ունեցել, որ ազգապահպան գործընթացներում են բիզնեսմենը դարձել է վեհափառ բախտը բերել, բայց հիմա էդ է։ Հիմա ես համարում եմ, որ Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի սահմանադրորեն միջամտելու ուղղակիորեն եւ պատարակներ սանձազերծելու կողմ հանդիսանալու։ Նա կարող էր աջակցել եկեղեցուն ներսից առողջացման գործընթացին։ Դա կարող էր անել։ Բայց նրանք գնում են ինստիտուտի կազմալուծարման ճանապարհով, որը խիստ վտանգավոր է եւ աղետալի։ Ես կոչ եի հնչեցրել, որ բարձրաստիճան հոգեվորականները, սրբազանները ներսից առողջացնելու գործընթաց։ Դե հիմա ոնց որ դա փորձում են անել։ Չեն փորձում։ Չէ՞։ Թղթապանակները վերցրել գնացել են Նիկոլ Փաշինյանի մոտ։ Դուք չեք տեսնում Նիկոլ Փաշինյանը ինչ սկսում է տանումա պրավալի։ Իդեպ վերջերս Հայաստանի հավաքականը ֆուտզալի դեպի աշխարհի առաջնության գնալու ճանապարհին հաղթում էր բոլոր խաղերը, մինչև այն պահը, երբ Նիկոլ Փաշինյանը զանգեց եւ շնորհավորեց նրանց հաջողություններ, մաղթեց եւ այդ խաղը պարտվեցին։ Սա էլ եւս մեկ օրինակ։ Հիմա ես մտավախություն ունեմ հարվածային գործիքների զբաղվելու հանգամանքը Հայաստանում չպակասի։ Այս մարդը պարտության խորհրդանիշ է դարձել, բայց 2026 թվականին կարծես թե նորից իրենք են հաղթելու։ Ով ասեց։ Չէ։ Իհարկե ոչ։ Ով ասեց։ Բա ով։ Ալտերնատիվ ուժերը, աներկբայորեն։ Հիմա Մեր ձևով
Ուժեղ Հայաստան։ Մեր ձևով ալտերնատիվ ուժ չի։ Դե ամեն դեպքում Դրանք ալտերնատիվ ուժ չեն։ Ես ասում եմ այն ուժերը, որոնք նախկինների եւ ներկաների հետ կապ չունեն։ Պետք է աչքերներս խոշոր բառ։ Ոնց ինչով կապ ունի։ Կարապետյանները Սերժ Սարգսյանի ժամանակ ոչ մի դիրք ու պաշտոն չեն ունեցել։ Թե էլեկտրիկ Երևանից հետո չի որոշվել հայ-ռուսական համատեղ որոշումներով հեծը իրանց տան։ Այսինքն իրենց հետ միավորումը բացառում վերին օղակներում խաղացող անձնավորություն կապ չունենաս։ Մենք գիտաֆանտաստիկ ժանրի մասին ենք խոսում, թե ռեալ քաղաքականության։ Բացի այդ անձանցից որևէ մեկը Հայաստանի Հանրապետությունում չի ծառայել, զինվորական ծառայություն չունի։ Պատերազմի ժամանակ ինչ են արել։ Թող ասեն։ Կամ լավ, վերադառնանք էլեկտրոցանցերին։ Մի հատ փոթորիկ է լինում, ցանկացած գյուղական համայնքում, բոլորը հոսանքազրկվում են։ Բայց չէր կարելի ենթակառուցվածքները 30 տարվա ընթացքում, լավ, 16 թվականից ի վեր սարքել։ Չէր կարելի։ Դե ասում ես սարքել ենք, բայց ալտերնատիվաներ կան, աչքերներս լայն բացանենք ու հասկանանք, որ մեդիա տիրույթում աշխատող անձիկ առավել քան երբևէ ի վերուստ ունեն պատասխանատվություն իրանց ուսերին ընկած ազատությունը բերելու ժողովրդի տուն, իսկ ազատությունը ալտերնատիվ ուժերով է։ Եթե մենք ինքներս չտեսնելու տանք այլընտրանքներին, կանգնելու ենք աղետի առաջ, հետո սկսենք ողբալ մեր դժվարին եւ բարդ ճակատագիրը։ Ովքեր են այդ այլընտրանքները։ Հայաստանի շնորհապետական կուսակցություն գրեք համար 1։ Ուրիշ։ Ուրիշները թող իրենք հայտարարեն, դուք էլ parzեք, իրոք այլընտրանք են թե ոչ։ Ուրիշները թող իրենք հայտարարեն, դուք էլ parzեք։ Մանավանդ դուք հետազոտություն անցկացնելու բավարար փորձ ունեցող մասնագետ եք։ Լրագրողները բոլոր մասնագետները այդ հնարավորություն ունեն, կարելի է parzել։ Ճշմարտությունը տարեք մարդկանց տներ։ Անդիմադիր լրատվամիջոցները ձեզ եթեր տրամադրում են։ Մի անգամ են եթեր տրամադրել, եթե չեմ սխալվում, TV5-ը անդիմադիր է, չէ՞։ Եռաբլուրում հարցազրույց են վերցրել եւ մեր միջոցառմանը եկան ներկա գտնվեցին, երբ որ մենք բաց հայտարարել ենք, ով ցանկանում է թող ներկա գտնվի։ Իսկ իշխանական լրատվամիջոցները միջև քաղաքականություն մտնելը բազմաթիվ անգամներ, տևան ժամանակ որպես վերլուծաբանի կարգավիճակով քաղաքականություն մտնելուց հետո սկսեց զգալիորեն նվազել, հիմա արդեն լիակատար բլոկադայի նմանվող երևույթ է։ Հիմա մեծ կփրթենք ասեն հրավիրում ենք չի գալիս, ենթադրենք հանրայինը, հրավիրում ես ինչ ֆորմատի ես, հարցազրույցի ես հրավիրել չենք եկել, եղբայր, թե հրավիրելու ես ինչ-որ մի հատ բանավեճի 2-3 հատ սանձարձակ հրավիրես, որ բղավելուց ընենց են բղավում, վզի ջլերը երևում է։ Իրանց հետ կանգնեմ նույն մակարդակին դիապազոնի զրույց տանեմ ժողովրդի մոտ արժեզրկվի իմ խոսույթը։ Առողջ խոսույթը տրամաբանական հակազդեցություն պետք է ունենա, ոչ թե կենթանական։ Իսկ բղավոցը կենթանիներին հատուկ իրավիճակ է։ Առողջ տրամաբանությունը արի բախենք առողջ տրամաբանությանը։ Կանչի հարցազրույցի տես ոնց եմ գալիս։ Պետրոս Ղազարյանը չի հրավիրել։ Հրավիրելա նախկինում, հիմա չէ։ Հիմա 2 անգամ փորձեցին բանավեճերի հրավիրել, քաղաքականություն մուտք գործելուց հետո հրաժարվել եմ։ Մանավանդ այդ Կիրակի օրը այդ ի՞նչ է կատարվում այնտեղ։ Մարդիկ են հայտնվում, որ մարդ կա անենց է իրան պահում, որ հոգեբանական լուրջ աջակցության կարիք ունի։ Այդ մարդուն պետք է պետական բյուջեի հաշվին անգամ համաձայն կլինեմ ուղարկեն մի հատ հոգեբանի մոտ։ 2026 թվականին ըստ ձեզ մենք ունենալու ենք առանց Նիկոլ Հայաստան։ Հույս ունեմ։ Հայլապես կլինի Նիկոլով չէ Հայաստան։ Շնորհակալ եմ, ես մաղթում եմ ձեզ հաջողություն, ձեր կուսակցությանը հաջողություններ եւ իրականում հույս ունեմ, որ կկարողանաք դառնալ ոչ միայն դուք, այլ նաեւ դաշտում կլինեն այլընտրանքային կուսակցություններ։ Եվ եթե թույլ կտաք որպես վերջաբան ասեմ, որ ցանկացած պարագայում ես որպես հայրենիքի մարտիկ իմ մարտը տանում եմ առաջ։ Չպայմանավորված որևէ դիրքերի, որևէ կարգավիճակների հետ։ Ես անգամ 2018 թվականին օժանդակություն փորձ արեցի ներկա իշխանությանը, երբ որ հələ հույս կար, որ ինչ-որ մի բան կարող է այլ բան լինի, եւ ոչ պաշտոն ուզեցի, ոչ էլ փող։ Հիմա էլ պաշտոնի ու փողի կռիվ չեմ տալիս։ Ես իմ մարտն եմ տանում առաջ։ Իսկ ինչ միջոցներով եք ապրում։ Իմ ընտանիքի շնորհիվ եմ ապրում, բայց մեր քաղաքական գործունեությունը ծավալելու համար ոչ միայն իմ ընտանիքի օժանդակություն այստեղ մեծապես կա, այլ նաեւ հայ ժողովուրդն է համախմբվել մեր կողքը։
Մեր կուսակցության բանկային հաշվի համարը հրապարակված է եւ նվիրատվությունների միջոցով մենք կարողանում ենք քաղաքական գործունեությունը ծավալել եւ շատ շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ Սփյուռքին մեզ աջակցելու համար։ Սիրելիներ, ձեր շնորհիվ երազանքը կամաց-կամաց դառնում է իրականություն, պայքարենք միջև վերջ, որտեղ ես հավատում եմ ուժեղ Հայաստան սկզբունքին։ Այդ Սամվել Կարապետյանն այն կուսակցության անունն է ուժեղ Հայաստան։ Այդ իրաց խնդիրն է, բոլոր լավ անունները չեք նկատել փչացնում են։ Օրինաց, Բարգավաճ, Լուսավոր, Ճոխ, Ճաճանչափայլ, Հրաշափայլ Հայաստան, Քնքուշ Հայաստան։ Իրանց ավելի լավ, չգիտեմ, ինչ Հայաստանն է, մանավանդ որ այս վերջերս հարցազրույցի ժամանակ անպարկեշտություններ իրենց թույլ տվեցին։ Գոնե մեջները մի խելոք մարդ չկա, ասի դուք մի խոսացեք, թող խելոքները խոսան։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ կարող եք նաև աջակցել մեր հաղորդմանը Analytic Talk հաղորդմանը, որի շրջանակներում մենք փորձում ենք տրամադրել խոսք, հնարավորություն այլընտրանքային ուժերին, փորձում ենք ցույց տալ ձեզ քաղաքական դաշտում ոչ միայն եղած դերակատարներին, այլ նաև նոր մտնող Patreon եւ Donation-ը լերցամակարգերի միջոցով կարող եք մեզ աջակցել, անպայման բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, լայքեք, մեկնաբանություններ գրեք, հիշեցնեմ նաև, որ մեր հովանավորներն են Կրեպերի սրճարանը եւ Ֆինապ հաշվապահական ընկերությունը։ Լավ եղեք, կհանդիպենք։ Stay tuned։